Բարև ձեզ ժողովուրդ ջան, ոնց որ միշտ մի քիչ թեթև թեմաներով խոսանք մինչև ժողովուրդը հավաքվի, հա։ Մեր էֆիրը այսօր մի քիչ բան էֆիրա լինելու է, YouTube-ում ով այն մանունից սկսում չգիտեմ իմ էֆիրները, հա, այս կորամատունին դրակացրեց էֆիրը բանս այս բաները կն, գոնե անունս ճիշտ գրեք, երեխեք ջան։ Լավ, ուրեմն սկսենք մի հատ թեմայից, ժողովուրդ ջան։ Ուրեմն Ամերիկայում կան ինչ-որ մարդիկ իմ անունից մուտիտ են անում, սենց ասեմ, Երևանի լեզվով։ Քնում ինչ ասես իմ մասին չեն ասում, հասելա գիտեք ինչի, որ այս 44 օրվա պատերազմը ես եմ սկսել, լավ այ լիգնիվկովի պերիոդ է ես չեմ արել։ Սենց անկապ ինչ-որ բաներ, ես շատ լավ գիտեմ այդ բևեր դաշնակցություն, հա, այնտեղ բանանում, բայց մի քիչ աբսուրդից հեռոյացեք, էլի, այդ ինչ եք անում, ինչեր եք խոսում իմ մասին։ Մենակ իմ մասին չէ։ Причем Հայաստանում ոչ մի բան արածի չկա։ Բայց մուտիտների մեջ ապրում ենք, լավ, աստված ձեր հետ, տենց էլ շարունակեք։ Ժողովուրդ ջան, սկսենք մի հատ թեմայից, BRICS, Հայաստանը ուզում է BRICS մտնի, ոչ, Հայաստանը ընդեղ դեռ դիտող է, ստատուս նաբլյուդատել է Արմենիա, BRICS-ում։ Ուրեմն BRICS-ի մեջ մտնում է Հնդկաստան, Բրազիլիա, բան եւ այլ, շատ մեծ շուկաներ են։ Դա ոչ մի բանով մեզ չի խանգարի, եթե մենք BRICS-ում լինենք, դա չի խանգարում Եվրասոյուզին, որ մենք Եվրասոյուզ մտնենք եւ այլ։ Հա, եթե ավելի շուկա ավելանում մեր համար, մի տենց մեծ շուկա, ինչի ոչ։ Բայց դեռ տենց խոսակցություններ չկա, это всего лишь статус наблюдателя, մի բան արեք, որ всё Ռուսաստանին էլի, չէ, չկա տենց բան։ Ուրեմն խոսենք Գյումրի ընտրություններն է ժողովուրդը մի քիչ հավաքվեց, արդեն սկսենք։ Ասել է Գյումրի ընտրություններն է։ Հիմա Գյումրիում տեսեք ինչ է կատարվում։ Վարդանիկը իր հերթին Գյումրեցին շատ լավ ճանաչում է Վարդանիկին եւ իր տղային։ Գյումրին ինչ օրը գցեցին։ Հիմա Նիկոլը լավն է, վատն է, ժողովուրդ ջան։ Եկեք sense մի հատ բան մտածենք, հա։ Ամեն ինչը համեմատելով ենք հասկանում։ Համեմատ նրան լավ եղավ թե չէ, հա։ Համեմատ Փարիզին, Գյումրին իհարկե շատ հետ է։ Բայց եկեք համեմատենք Գյումրին այսօրվա ու Գյումրին այն ժամանակ, Քոչարյանի ժամանակ։ Համեմատելու բանը։ Ես Գյումրին շատ եմ սիրում։ Ես Գյումրի գալիս եմ, շատերը գիտեն, որ ես Գյումրի գալիս եմ, ասենք, թե օգնությունով, թե ուղղակի գալիս եմ իմ լավ ընկերներին դեռ տեսնել եւ այլ։ Գյումրին սկսել է շնչել։ Գյումրիում տուրիստ է եկել, Գյումրիում են բան հրապարակում են տուրիստական ավտոբուսները, տուրիստներ են մտնում, կաֆեներ են բացվել, ճանապարհներ են սարքվում, շենքեր են սարքվում եւ այլ։ Գյումրին սկսել է շնչել։ Ուզում եք վերադառնալ Վարդանիկին, կամ Քոչարյանին։ Դա ձեր սխալը կլինի, ժողովուրդ ջան։ Ուրեմն դուք ընտրեցիք, էլի այնտեղ վերադառնաք։ Մի քանի ժամանակ առաջ մի հատ կին եկավ իմ մոտ Երևանում է, Գյումրիից։ Պարոն Ամատունի, սենց բան է կատարվում։ Մենք տուն ենք ուզում Գյումրիում, դոմիկի մեջ ենք ապրում, հիմա մեզ մերժում են, դաժե հերթ կայնենք։ Ասի հիմա կանգնեք, այլ բան մի ասեք, ես ասեմ շարունակությունն այդ պատմության։ Ես ինքս պատմել եմ իր պատմության շարունակությունը։ Ասի եղել է տենց բան, որ դուք դոմիկում եք ապրում, վագոնչիկում։ Ձեզ տուն են տվել, այդ տունը ծախել եք, վագոնչիկում հիմա էլի ապրում եք։ Ու հիմա էլի տուն եք ուզում։ Հենց ամաչելով այդ կին ասեց, հա։ Ասի բաց է ուտանը։ Իսկ իմ մայրիկի թոշակը չի բարձրանում։ Նրա համար, որովհետև Գյումրիում այդ սարքում ենք, դուք ծախում եք մի հատ էլ եք տուն ուզում։ Թոշակները չեն բարձրանում, սկորի աշխատողները, բժիշկները չեն, ոստիկանը, բանակը եւ այլ, որովհետեւ դուք մի հատ ֆրթուն արիք, sense այդ տունը առակ ծախիկ բան արիք, վագոնչիկի մեջ մնացիք։ Հիմա օրենքա էլ է թազա, որ տունը տալուց այդ վագոնչիկները քանդում են։ Հա ժողովուրդ ջան, պետք է հասկանանք, դա adekvat է, դա նորմալ է։ Գյումրեցիներ ջան, հիմա սարքվում է, չէ՞ Գյումրին։ Գյուղի մասին երկու բառով ես շատ չեմ ուզում խորանամ, ժողովուրդ ջան, գյուղից խոսեմ։ Բայց մի երկու բան ասեմ ձեզ, ուրեմն այս ազգին հերոս պետք էր, ու գյուղ են մարդկանցից էր, ում ուզում են հերոս սարքեին, բայց նա սամ ձելի կա անդունդ, որը չպիտի մարդը նայի, հասկանում եք, որ էդ ենքան ահավոր է, որ նորմալ մարդը չպիտի իմանա անգամ, պետք չի։ Վերջի պատերազմի ժամանակ, գյուղին եմ հարց տալիս, երեք վիրավոր զինվոր դու վերցրեցիր, իբր տանում ես հոսպիտալ ու չես չվերադարձար։
մնացին առանց հրամանատար։ Եղել է տենց բան թե չէ։ Ես հարց եմ տալիս։ Եղել է տենց բան, որ դու խոստացել ես, որ զենքը չես դնի։ Ու Ղարաբաղի փախստականներից առաջ դու Հայաստանում հայտնվեցիր։ Եղել է տենց բան թե չէ։ Եղել է տենց բան, որ սա զենքերը այնտեղ հանձնվեց Ադրբեջանին, ոչ տրակացվել է, ոչ փչացվել է, ոչ այդ զենքը ոչ շացվել է, ոչ մի բան։ Բանտիկով հանձնեցիք Ադրբեջանին։ Եղել է տենց բան թե չէ, գյուղ։ Կոնկրետ եղնիկները։ Քոչարյանին PR էր պետք, ու նման մարդուն վերցրեց, որովհետև առաջ 90 թվերին հա դու կրվողից կրվող էր, ես շատ լավ հիշում եմ։ Սերժ Սարգսյանն էլ այն ժամանակ իմիջիալոց։ Ի հակառակ Ռոբերտ Քոչարյանին կրվող էր, ու կրվող տղեկը բոլորն էլ Սերժ Սարգսյանին հարգում էին։ Այն հրեշը, որ ինքը հետո դարավ, դա հետո եղավ։ Մանույնը գյուղ այն հրեշը, որ դու դարար հիմա, դա հետո եղավ։ Հիմա լավ էլ կրվում էր։ Բայց այս վերջի պատերազմներին արի բերանս չբացեմ էլի։ Ահա որա։ Ու մեղք է մեր ժողովուրդը։ Սենց բաներ, սենց հերոսներ են կորցնում մենք։ Ղարաբաղցիները, ժողովուրդ ջան, սենց բան ասեմ, հասարակ ժողովուրդը Ղարաբաղի, ախր այնքան են մեջները մցրել, հենլա մինչև հիմա բան են խոսում, որ Նիկոլը բան եւ այլ, դուք չունեք հարցեր Արայք Հարությունյանին, նույն Կյոխին, նույն Ղուկասյանին, ժողովուրդ ջան, 100,000 բնակչության համար Հայաստանը տարեկան 5 միլիարդ գումար էր ուղարկում։ Բան եք տեսել է գումարից։ Դրեմբոնը 10 միլիարդ համարյա գումար տվեց։ Բան եք տեսել այդ փողից։ Մի բան տեսել եք այդ փողից։ Մեջ արին իրար մեջ։ Իրար մեջ արին այդ փողը կերան, ու հիմա Երևանում ցենտր ֆռում են ջիպերով, տներով, կենտրոնում եւ այլը։ Դուք բան չունեք, դուսն եք մնացել։ Ու հələ էդի տենալով չեք կարող հասկանալ, որ ձեր ձեռից են տարել։ Հայաստանը վերջինն էր տալիս։ Զինվորից սկսած։ Այմա գորգրում են 5,000 զով է, 6,000 զով է, իրանց համար 1,500, 1,000 տարբերություն չկա։ Իրանք երբեք էդի հաշիվ չեն առել։ Չէ, իրոք զոհերը եղել է 4,000, իրանք ասում են արդեն 5,000 եւ այլ։ Բայց այդ 4,000-ը որտեղից եկավ զոհով։ Էլ ինչ տենք ձեզ։ Ժողովուրդ ջան, միած թափվեք, նայեք, Հայաստանը ձեր համար ամեն ինչ արել է։ Ու նույն Քոչարյանը գյուղի հետ որ նստած է այնտեղ, հիմա Գյումրիում, կամ այն Վարդանիկը, իրանք ոչ մի ծրագիր չեն բերում, չեն ասում, այս ծրագիրը կլինի, այս շենքերը կսարքենք, այս մարզադաշտը կսարքենք, չէ, իրանց մի բառը առաջի ու վերջի բառ, Նիկոլը հեռանա։ Ուրիշ ծրագիր իրանք չունեն։ Այնքան որ Նիկոլը հեռանա։ Իրանք չեն ասում, եկեք մի 50 շենք սարքենք, որ այս մարդիկ այս շենքերում ապրեն, այս բանը գումարը այստեղից կանենք, շենքերը սենց կբերվի, այս թաղամասը սենց կլինի եւ այլ։ Չկա դες բան։ Նիկոլը պետք է հեռանա, всё։ Ձեր լափամանը պետք է բերենք, էլի լափեք։ Չեմ ես իմանալով գյումրեցիներին այնտեղ ոչ Սերժը անցնելու, ոչ Քոչարյանը անցնելու։ Ես գյումրեցիներին շատ լավ գիտեմ, իրանց մտածելակերպը շատ եմ իրանց հետ զրուցել։ Գյումրեցիներ ջան, ստապ եղեք ու հանգարց այդ գրուզիտին, կներեք Երևան լեզվով եմ խոսում, այդ գրուզիտին չհավատակ։ Այն օրն եք ընկնելու, եթե ընտրեք։ Ու նայեք ինչ են ասում, նույն Նիկոլ Փաշինյանը, այնց բան չեն ասում, պարոն վարչապետ, ասում է ուզում է քաղաքապետ գա, որ իր գողացածը պահի։ Չհասկացա, որ քաղաքապետն էլ չի աշխատում, քննչական, ոստիկանություն, դատախազություն, ոչ մի բան չի աշխատում, որ քաղաքապետը։ Այդ ոնց եղավ, տենց եղավ։ Ով ուզում ալնի, եթե ինքը գրպել է, իսկ ինքը գրպել է, սաղս էլ գիտենք։ Ուզում է քաղաքապետ էլ, ուզում է վարչապետ էլ, ով ուզում ալնի, ուզում է մարզպետ էլ, դատական գործը սկսում է։ Այդ ոնց եղավ, որ Վարդանիկը հանգարց ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, էլ իր գրփած մենք չենք կարող այդ բերենք լուրջ։ Ու Ղարաբաղցիներ, ես ձեզ շատ եմ սիրում, գիտեք ինչքան եմ ձեզ սիրում։ Այս ամեն ինչը որ ելնում այս էլի կուտոկ են արել ձեր վերևները, որ ձեզի գրփին տարան, մի բան չտեսակ, սա գրփին տարան, էլի կուտոկ են արել, էլի բան են ան, էլի դուք եք դժվելու, որտեղ դուք նրանց եք պատժկանում, ձեզ սկսում են չսիրել։ Մի արեք, այմար դուք Հայաստանում եք, Հայաստանն է ձեզ ամեն ինչ է տալիս։ Ընդեղի վերևները Ղարաբաղից ձեզ բան չտվին։
Ղարաբաղի նախագահան Արայիկը երևի ինքը ինձ չի լսի հիմա։ Էլ եմ ասում Ժողովուրդ ջան, անդունդ կա, որը չպետք է նայեք։ Ես հարցն եմ ուղղակի, Արայիկ, դու զանգել ես Երևան Բաքու լինելով։ Արա խարենքան կասեմ։ Ձեր գեներալները Ղարաբաղի, որի հետ հանդիպման ժամանակ ասեցին Արայիկը սկսել է երգել։ Դա շատ վատ է։ Որովհետև իրանք շատ լավ հասկանում են Արայիկը այնտեղ ինչ է երգելու։ Աստված հեռուպայի, Աստված հեռուպայի։ Լավ, մի հատ ուրիշ թեմայով էլ խոսանք։ Խաղաղության պայմանագիրը, որ ստորագրվում է, ժողովուրդ, ես իմոտ ինչ-որ բան է կատարվում ես։ Ոչ լայք եմ տեսնում, ոչ կոմենտար եմ տեսնում։ Լավ, բանը էֆիրը վերջում կարդամ, Ժողովուրդ ջան, էլ եմ ասում, ես էֆիրը վերջում ամբողջ ինչը գրել եք կարդում եմ, ուշադրություն եմ դարձնում, որ մյուս էֆիրում խոսեմ, պատասխանեմ։ Խաղաղության պայմանագրի մասին խոսանք, Ժողովուրդ ջան, ուրեմն նստած Բրյուսելում, Տորոնտոյում, Վաշինգտոնում, ես իմ որտեղ, չէ, չպետք է լինի ոչ մի խաղաղություն եւ այլը։ Մի քանիսի այդ մարկանցից ով գրում է, որ չպետք է լինի խաղաղություն։ Ես անձամբ եմ ճանաչում։ Պատերազմի ժամանակ ուր էիք, ես Երևանում էի, Հայաստանում էի, սահմաններում էի, դիրքերում էի եւ այլն։ Ուր էիք։ Ինչ նստած տակ-տակ, այնտեղ չպետք է լինի խաղաղություն։ Այո, ես ուզում եմ Ադրբեջանը կապիտուլյացիա ստորագրի։ Մենք այդ թափը չունենք հիմա։ Մեր դաշնակիցը մեզ սախեց Թուրքիա, Ադրբեջան իրար հետ, չունենք այդ թափը։ Այո, խաղաղությունը մեզ պետք է։ Ցավոք սենց, բայց էտա։ Այն 44 օրվա պատերազմի ժամանակ այն ուժը մարդկանց աչքերի մեջ, այն որ նայում էին ինձ պարոն Ամատունին, բան մարդիկ այն փրփուրներից կախվեն, էլի գոնե ես մի հատ քաղցր բառ ասեմ, որ մարդը մի քիչ սրտին մխիթարան կլինի։ Այդ օրերը չենք մոռանա։ Դուք ընդ եք նստած, Տորոնտոյում եք նստած։ Պայմանական Տորոնտոյում ասում, հիմա սա Եվրոպան էլ կարամ ասեմ, Ամերիկան եւ այլն։ Իսկ այս ազգը այդ օրերը տանում էր։ Այն սարսափ աշկերի մեջ, sense չռած աշկերով նայում էր։ Ուզում եք կռվեք։ Բա ուր եք։ Տենեի։ Դուք շատ լավ գիտեք, ես որտեղ եմ, ինչ եմ անում եւ այլն։ Մեկը գոնե գար հետս ելներ։ Ձեր պայմանական Տորոնտոներից կամ Լոս Անջելեսներից մեկը չեկավ։ Բերանները բացելուց մտածեք։ Դուք այնտեղ նստած եք այդ տակի մեջ Եվրոպաներում, Կանադաներում, Ամերիկաներում եւ այլն։ Այն չիպսը ծամելով գրում եք, էլի, sense բաներ, չէ։ Հայաստանի ժողովրդի վիճակը պատկերացրեք։ Խաղաղություն չեղավ, պատերազմը։ Պատերազմը մենք թափ չունենք այդքան։ Մտնելու ենք օտորեն։ Ցավոք տենց է Ժողովուրդ ջան։ Դուք այնտեղ նստած էլ բան կարեք։ Արարածարը մի հատ պատին կխփեք, նկարը, կասեք Հայաստանը շատ սիրեմ գ։ Թող Հայաստանի ժողովուրդը որոշի ոնց անելու։ Իսկ Հայաստանի ժողովուրդը խաղաղություն ուզում է։ Այո, խաղաղության պակետի մեջ հա, մեր այն բաները, որ մի քանի հատ Հայաստանից կտորներ վերցրել են, այդ Հայաստանի վերադառնալու է, ճանապարհները բացելու է, կարիդոր չէ, ճանապարհ։ Հայաստանի Հանրապետության կոնտրոլի տակ։ Ու մենք էլ ենք ճանապարհներ ունենալու։ Որ կախված չլինենք Լարսից, Ռուսից։ Որ ռուսել խալաթով մեր տղուն չտանի տելևիզորով ցույց տա։ Այդ ստրուկի պսիխոլոգիան հանեք մեջներիցդ։ Ես Նիկոլի հետ 1000 հարցում համաձայն չեմ։ Հիմա նոր էլ ասեցի, որ հարցերում։ Բայց Նիկոլը ճիշտ է ասում։ Մենք անկախ չենք եղել։ Մեր տեղը մեր պատմությունն են գրում։ Վերջերս մեկը էֆիր մտա, բանը կոմենտարիաների տակ գրեց, ես կոմենտարիաներում չեմ պատասխանում, կրկ չեմ անում երբեք Ժողովուրդ ջան, ստեղ պատասխանեմ։ Դու ռուսերեն խոսալ այդ բան։ Լսի կակաչ։ Իմ կրթությունը ռուսերեն է։ 52 թվի մարդ ես։ Դու կնես արիք, որ ես ռուսերեն պետք է սովորեի 70 թվերին դպրոցում։ Որովհետև հայերեն լեզվով չկար գրքեր թարգմանած։ Ցավոք տենց է։ Ռուսերեն կրթություն էր տանում դեպի ցիվիլիզացիա։ Շատ ցավոք դա տենց է։ Հիմա Փարք ու Պատիվ Անտարես Արմենին ու իր նման մի քանի հոգի մարդել կան։ Հայերեն սկսել են թարգմանել այն գրքերը, Օրուել են թարգմանում, Պլուտարխին թարգմանում եւ այլն, որ կարող եք կարդալ։ Այն վաղ չկար Ժողովուրդ ջան։ Մի հատ Ռաֆի Սամվելով չէի մեծանա ես։
Էդ էլ հնարած պերսոնաժ, որ էլի մեջներս մցրել են, որ մենք դավաճան ազգ ենք։ Այս թուրը, որ սպանեց իմ հորը, կսպանի իմ մորը, դες բան ա եղել։ Ես ինչ եք ազգիս մեջ մցրի արա։ Շատ ամոթ է։ Ես լիքը մարդիկ ասեմ, Իգոր Մուրադյան կար։ Կստати, Ղարաբաղի պատմության սկիզբներ ինքը, Սարուխանյանի հետ Իգոր Մուրադյանը։ Ռուսերեն էր խոսում, իրանից լավ հայրենասեր կար։ Իսկ անուններ տամ իբր թե հայրենասերներ, որ հայրեն էին խոսում։ Այն հիշում եք են դավաճան են խրամատում նստած Արա Նիկոլ դոես դրոշի թափը դու գիտես բան խրամատների տեղերն էր ծախում Ադրբեջանին, հայրեն էր խոսում։ Ախր ցավեն է, ես էլ հայրեն խոսում եմ, Երևանի տղա եմ։ Լավ։ Էդ էլ անցանք։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս բանը մի հատ էլ Տրամպի մասին խոսամ մի քանի բառ, որ ընտրվել է բան։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մի հատ վաքանալի է սկսել աշխարհում, ոնց կարա այդ եվրոպեյский ֆունդամենտը ջարդվեր, ոնց կարա հիմա Իսպանիան F-35 Ամերիկայից պետք է առներ, իստրիբիտիլները հիմա Իսպանիան արդեն նայում է Տայֆունին, ու մենակ Իսպանիան չէ, շատ երկրներ արդեն թեքվում են դեպի եվրոպեյский производство եւ այլը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Տրամպը այդ եկել է մի հատ непредсказуемый, обезьянас граната, ինչ կանի այդ գրանատը, ուր է կգցի թե չի գցի, մենք չգիտենք, մի հատ կաշմար ասկսել, բայց ուրեմն ես բարեկամներ ունեմ Ամերիկայից, եկել են Երևան, իրանք 91 թվին են գնացել շուտվանից։ Հա, եկավ Երևան մեծ մարդ է, 70 տարի։ Ասում է, չնայած սա ռուս պրոպագանդային, լսեք, չնայած սա ռուս պրոպագանդային Տրամպը ընտրվավ, ռուսները դե Տրամպի վրա ինչքան էին զիբիլ լցնում։ Տեսնեք ինչ են մտածում ժողովուրդ ջան, հասկացաք ինչի է Տրամպը ընտրվել։ Փաստորեն դուրս է գալի, ռուսները Տրամպի դեմ էին խոսում։ Հրա, ամեն ինչով ինչքան ուժ ունեին Տրամպին պատժկա արին։ Հիմա ինչքան ուժ ունի ռուսներին պատժկա անում Տրամպը։ ՆԱՏՕ-ը է քանդում։ Իսկ տեսեք ամերիկացի ոնց են մտածում։ Այդ դրա համար Տրամպը անցավ։ Այդ դրա համար որ միշտ ասում եմ Նիկոլ, դու ժուրնալիստ լինելով պրոպագանդայի ուժը չես հասկանում։ Մի հատ խաղաղության պայմանագիրը։ Մի հատ մտի ասա։ Թող առաջի ալիքովա որ կանալները կան, այնտեղ մի հատ մտնեն բացատրվեն, ինչի է խաղաղություն, ոնց է լինում խաղաղությունը, ճանապարհ որ բացվի, ինչ է դա մեզ տալիս։ Իրանք անում են պրոպագանդան, մենք չէ։ Այդ խաղաղությունը, որ մեզ շատ պետք է, ռուսական պրոպագանդան լրիվ սրվել է, Հայաստանի են պալեզնի իդիոտի, ոնց որ Արտակ Ղուկասյանն է ասում, պալեզնի իդիոտի սաղ միացել են, բայ ոնց կարա խաղաղություն լինի եւ այլն։ Տիգրան Կևոսյան, պատերազմի վախտուր էր։ Այդքան խոսում ես այդ հակա այդ խաղաղությանը, բա ուր էր։ Կինդ այն Հայաստանի վրա ինչ զիբիլ կան լցեց։ Ձեզ պետք է հավատանք։ Ոչ, իմ երկրի պետք է խաղաղություն, ճանապարհներ։ Իմ երկիրը պետք է զարգանա, ոչ թե ռուսի ստրուկը լինի, որ գնաք վերջի կոպեկը տակ գնաք Ռուսաստան համբալ աշխատեք, ձեզ էլ ասեն չուր կա հետևներից հետ, գաք Հայաստան։ Հիմա Հայաստանում աշխատավարձը ավելի բարձր է, քան Ռուսաստանում։ Դա լավ է թե վատ։ Ընկերներ ունեմ լիքը Ռուսաստանում, զավոդ ունեն, ռեստորան ունեն, բան ունեն։ Հիմա Հայաստանից ասում է շատ դժվար աշխատող չարել, որտեղ Հայաստանում աշխատավարձը ավելի բարձր է, քան Ռուսաստանում դառը։ Հիմա ասում է 90%-ը գցողներն են գալի, որ Հայաստանում մարդ են գցե, չեն կարող բանանեն, այդ տակից դուրս գան, փախնում են Ռուսաստան, հա, գալիս է մոտից աշխատում ասում, այդ է։ Չեմ ասում բոլորը, բայց շատ մեծ մասը այդ են։ Ցավոք ժողովուրդ ջան, ցավոք։ Մենք խաղաղության դեմ ենք, որ էլի տենց գնանք այնտեղ։ Դել բանն է ասել լավ է, մյուս էֆիրում կասեմ ժողովուրդ ջան։ Նա բոլոր դեպքերում, ես գյումրեցիներ ջան, ձեզ շատ եմ խնդրում։ Պասիվ չնեք ընտրության օրը, գնացեք ընտրություններին, ձայները տվեք արժանի մարդուն, բայց հանգարց Վարդանիկ Քոչարյան, Քոչարյանը ես գիտեմ, ընտեղ չի անցնել Գյումրիում, հա Վարդանիկին հանգարց բան չանեք։ Ընտրեք, չգիտեմ, այն մեկը կա, այն մեկը կան նորմալ մարդիկ, հա, այն մեկը Արամ Սարգսյանի թմից է, մեկը Նիկոլի թմից է, բան, որոշեք ում եք ձայներ տալիս, հա, այնտեղ տվեք, բայց հանգարց ոչ Վարդանիկ, ոչ Քոչարյան։ Թե չեք ընկնեք այն օրը, որը կայիք, այն օրից հազիվ դուրս է գալի հիմա։ Ու խաղաղությունը, ասում խաղաղության պայմանագիրը, այո, մեր երկրին է դա, առաջի հերթին պետք է։
այդ պայմանագիրը պետք է լինի։ Ես մյուս էֆիրում կվերադառնամ այդ հարցին, պայմանագիրը, բայց եվրոպեյский наблюдатели ինչի են դուրս գալիս, ինչ պետք է լինի process, որ այդ խաղությունը պաշտպանվի, հա։ Լավ, եվրոպեյский наблюдатели դուրս եկան, թող ՄԱԿ-ը մտնի, ՄԱԿ-ի наблюдателները, հա, դիտորդները մտնեն, նայեն այդ սահմանները, ստուգեն, հետևեն եւ այլն։ Բայց մեզ պետք է գարանտիա, որ անկախ ուժ, ուրեմն Չինաստանը թող լինի, բայց անկախ ուժ այնտեղ պետք է այդ սահմաններում, որ հետևի խաղությունը ինչքանով է խաղություն։ Ու հա, դրանով մենք կհաղթենք։ Դրանով մենք կսկսենք զարգանալ, որովհետեւ բոլորը զարգանում են, մենք չէ, որովհետեւ սաղ կողմից շրջապատված ենք։ Մեզ դա պետք է, ժողովուրդ ջան։